Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստան Դաշինքի падգամավորության տեխնացու հոգեբան Միհերդադ Մադացյանն է։ Բարև ձեզ, պարոն Մադացյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն Ես եմ շնորհակալ, որ հիշել եք։ Պարոն Մադացյան, վերջին օրերին իշխանություններն անցել են ռեպրեսիաների, ընդդիմադիր ուժերի գրասենյակներում խուզարկություններ են, ձերբակալվածներ էլ կան, այսօր նաև հանրապետական տարբեր գործիչներ են ձերբակալվել, ովքեր առհասարակ ընտրություններին չեն մասնակցում եւ այսպես շարունակ։ Կխնդրեմ ձեր գնահատականը տակ կատարվողին, ինչ խնդիր է սրանով լուծում իշխանությունը։ Փորձեմ բանը Սաղաթելյան իշխանի պես ասել, ռեժիմը խոճապի մեջ։ Այդ իր խոսքերն է, էլի դրա համար ցիտեցի։ Ռեժիմը խոճապի մեջ է, սա բնական ընթացք է ու բոլորս հասկանում ենք, որ այս ռեժիմը անցավ չի պոկելու իր նստատեղը կպած աթոռներից եւ բնականաբար հիմա փորձում է վախեցնել, այսպես ասեմ, ժողովրդական լեզվով ասած, իմիջիալոց հիմա նույնիսկ հպարտությամբ կասեմ, որտեղ ռուսերեն եմ ասելու, ստրախ կանյաթանել։ Այս իր ստանդարտ գործելա ոչն է, մանավանդ երեկվա այդ հմեկի այդ շոուին պարտություն կրելուց հետո, ես կարծում եմ, որ սա բնական ընթացք էր եւ աբսոլյուտ չեմ զարմանում դրա վրա, որ ասենք այսօրվա ընթացքում եւս մի 30 հոգի ես էլ ձերբակալվեմ, օքեյ եմ համարում, սա նորմալ է։ Այսինքն նպատակը վախի մթնոլորտ տարածել, որ մարդիկ հնարավորինս քիչ գնան ընտրության, այս խնդիրը։ Հնարավորինս քիչ գնան ընտրության, հնարավորինս ընտրելուց մտածեն, որ եւ այլ, այս լուրերը տարածել է, որ ընտրախցիկներում էլ վախենան մարդիկ, դրա համար ես ձեր հարթակն էլ օգտագործելով ուզում եմ հայտարարել, հավաստացնել, որ ժողովուրդ ընտրախցիկներում չկան կամերաներ, ոչ մեկ ձեզ չի հսկում, դուք ձեր խղճի հետ առանձին եք եւ ընտրեք նրան, ում ձեր խիղճը թելադրելու է։ Քարոզարշավն այսօր արդեն ավարտվում է, վաղը կլինի լռության օրը, իսկ Կիրակի արդեն տեղի կունենա քվեարկությունը։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս քարոզարշավը, որքանով աղմուկի եւ լարվածության պայմաններում Հայաստան Դաշինքին հաջողվեց իր ասելիքը տեղ հասցնել եւ ամենակարևորը մարդկանց բացատրել ընտրությունների գնալու կարեւորությունը։ Տեսեք, եկեք քարոզարշավը կիսենք մասերի։ Եթե քարոզարշավ ասելով դուք նկատում եք մեր ուժի վարած քարոզարշավը, ապա ես գնահատում եմ գերազանց եւ մենեջմենտի մասով եւ փաթեթավորման մասով բավականին լավ էր փաթեթավորված եւ կարծում եմ, որ մաքսիմալ թիրախային մենք կարողացանք օգտագործել ընտրարշավի այդ ժամանակահատվածը։ Եթե ընդհանուր եք ասում, ապա սա իմ տեսած ամենալկտի, ամենահայոյախոս, ամենաոչ ընտրական քարոզարշավն էր, որը ես տեսել եմ իմ 60 տարվա կյանքի ընթացքում։ Այսպիսի լկտի, այսպիսի ցեխոտ, այսպիսի կեղտոտ, այսպիսի հասկացար անվայել, այսպիսի ոնց ասեմ, ինչ բառ ուզում եք հիմա տեղը դրեք, հասկացար, քարոզարշավ ես չէի տեսել, որտեղ օգտագործում են հայոյախառը խոսքեր, որտեղ գովազդվում է ոչ թե այն ինչ դու անելու ես, այլ գովազդվում է դիմացինի կամ կոնկուրենտի, հասկացար, վրա ինչ որ հիմար բաներ, հա, շատ դեպքերում մտածածին իրականությունը չհամապատասխանող։ Ոչ մի կապ չունեցող, ասենք բաներ, հա, ասենք ուղակի էժան հայոյանքներ, այսպես ասեմ, ու դա դրվում է գովազդի տակ։ Այսպեսի քարոզարշավ ես չեմ կարծում, որ աֆրիկյան ինչ որ ամենավատ երկրներում լինում է, բայց սա Փաշինյանի թելադրած թրենդն է ու դրա համար ու եթե այս խոսքերս որևէ մեկը կասկածում է, ինձ ուղղակի մի բար թողասի թե ինչա խոսք տվել Փաշինյանը մոտակա 5 տարվա համար, բացի նրանից, որ 5 տարի հետո Գագիկ Ծառուկյանի տունը կպետականացնի ու կսարքի ծերանոց։ Դրանից բացի ամենաշատը հենց իրենց խոստումները չէր լսվում։ Հա, ու ընդ որում 5 տարի հետո ու էլի հարցը առաջանում ինչի 5 տարի հետո։ Ինչի 8 տարի առաջ։ Հա, ինչի դա չի խոստանում, որ կանի ընտրությունից հետո, այլ անում է 30, հա, 1 թվին, հա, էս էլ է դա։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, այս աղմուկի եւ թոհուբոհի պայմաններում մարդկանց կհաջողվի ճիշտ ընտրություն կատարել, թացը չորից տարբերել։ Ես ձեր հարթակում եմ ասել, ես հիմա էլի կրկնելու եմ, տեսեք, ես կարծում եմ, որ այս ընտրությունները գոյաբանական են եւ մարդիկ վաղուց ունեին իրենց տրամադրությունը, շատերը, չասենք բոլորը, բայց վաղուց ունեին իրենց տրամադրվածությունը ընտրություններում եւ ընտրարշավը միայն կրկին հաստատելու իմաստ ուներ, ոչ թե դիվիդենտներ ավելացնելու կամ պակասեցնելու իմաստ ուներ։ Այս ընտրությունների ունիկալությունը նաեւ այնտեղ էր, որ վիճակ
վիճակագրական հարցումները ոչ կոռեկտ թվեր էին տալիս մի պարզ պատճառով, որ հանրապետությունում կա վախի մթնոլորտ։ Այսինքն ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրողը սոցհարցումի ժամանակ խուսափում էր իր տրամադրությունները անել, լավագույն դեպքում ասում էր չեմ պատասխանում հարցերին, չէր մասնակցում վիճակագրությանը, ինչպես վիճակագրություններից մեկում 6000 հարցվողի դեպքում 1500 հոգի պատասխանող էր եղել, վատագույն դեպքում վստահաբար ասում էր, որ ձայնը տալու է իշխող կուսակցությանը, վախենալով, չէ, իհարկե չի տալու, ինքը ունի իր տրամադրվածությունը, վախենալով, որ հա ամեն ինչը ձայնագրվում է, չէ, հիմա ոնց է, բոլորը ասում են, բոլորիս հեռախոսները ձայնագրվում է, ամեն ինչ ձայնագրվում է, վախենում են, ամենքը իր բուտկան ունի, մեկը իր փոքր բիզնեսը ունի, մյուսը երեխան է գործի, մյուսը եսի ինչա, մարդիկ վախենում են, ու սա նորմալ է, ու ես չեմ պախարակում սրանց, հասկացա, ճիշտ են անում։ Անձամբ ինձ 100 հատ նմանատիպ զանգ ա եղել մարդկանց, ովքեր դիմավորել են Փաշինյանին գյուղերում, դիմավորել են իրան, ես տեսել եմ։ Բայց զանգել են ինձ ու ասել են, որ իրանք ունեն կոնկրետ դիրքորոշում եւ կոնկրետ ընտրություն են կատարելու, բայց քանի որ իրանք իրանց գյուղում, իրանց ռայոնում ունեն ինչ որ հեղինակային դեր եւ այլ, հա, որպեսի ռեպրեսիաների չի ենթարկվեն, ինչը մենք այսօր տեսնում ենք առավոտից, հա, մարդիկ գնացել են դիմավորել են։ Այնպես որ այս վիճահարցումների թվերը ես կբաժանեի ԿՊ-ի հավաքած թիվը կեսով կկիսեի, իսկ ընդդիմության թիվը կկրկնապատկեի։ Նայ հենց այս իրողությամբ ենք բացատրում, որ որոշ հարցումներով ԿՊ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Գիտեք, այսօրվա բոլոր հարցումները տեսել եմ, ոչ մի հարցումով ԿՊ-ն առաջատար դիրք չի զբաղացնում միասնական ընդդիմության դիմաց։ Այս ակնհայտ ԿՊ-ն պարտվել է այլևս, այսօր կարող ենք դա ֆիքսել։ Բայց նույնիսկ այդ պարտված թիվը, որը որ այսօր կա, մոտ 30%-ի մոտ թիվա ինչ որ հնչեցվում, ես կարծում եմ, որ ԿՊ-ն հավաքելու է 15-20-ի շեմը չի անցնելու։ Դա ալնելու է ԿՊ-ի թիվը։ Ես կարծում եմ, ես հիմա իհարկե կանխատեսումները մի փոքր անշնորհակալ գործ եմ, բայց փորձեմ ասեմ, որ ես կարծում եմ, որ միասնական ընդդիմությունը մեծ հավանականություն ունի սահմանադրական մեծամասնություն ունենալու ազգային ժողովում, ու մենք այսօր խոսում ենք այն դեպքում, երբ որ վաղը չէ մյուս օրը երեկոյան արդեն թվեր են երևալու։ То есть այս իրավիճակում, то есть այլևս դժվար է բան փոխվի, էլի։ Պարոն Մադելյան, քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն աչքի էր ընկնում իր անհավասարակշիռ եւ ագրեսիվ պահվածքով, դուք էլ ձեր խոսքում այդ մասին նշեցիք, եթե նախկինում այս ամեն ինչը վիրավորանքները ագրեսիան հիմնականում իր մրցակիցներին էր ուղղվում, այս անգամ շարքային քաղաքացիներին, մասնավորապես արցախցիներին դրանից բաժին հասավ ակնհայտ ատելության խոսքեր գեներացվում նրանց նկատմամբ։ Մասնագիտական տեսանկյունից ինչով եք մեկնաբանում Փաշինյանի այս պահվածքը, ինչու է վերջինս այսքան ագրեսիվ։ Տեսեք, Փաշինյանը ագրեսիվ խոսք է հնչեցնում այսօր լինելով վարչապետ, պաշտպանված լինելով ու իր ստեղծած ոստիկանական համակարգով, չէ՞, մենք տեսնում ենք ինչքան ախրանա է իրան բանանում, բոլոր նրանց նկատմամբ ումից մեծ վախ ունի։ Առաջի ամենամեծ վախը դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից է, ու եթե նկատել եք բոլոր գյուղերում ինքը չի խորշել Քոչարյանի անունը տալուց, հասկացա, դա անընդհատ վիճակ է, եւ այսօր դարել է հետեւյալը, որ նույնիսկ երբ որ ԿՊ-ին հարցնում եք, բա տնտեսապես ոնց եք լուծելու այս ինչ հարցը, ասում է, բա մարտի 1-ը եւ հոկտեմբերի 27-ը, որ ոչ մի կապ չունի տնտեսության կամ Լարսը փագլնելու հետ։ То есть այսօր մենք իրենք ունեն երկու փաթաթան, ընդ որում երկու փաթաթանում էլ ես հակված եմ լուրջ կասկածներ ունենալ, որ հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև մարտի 1-ում ես միշտ եմ համոզված եղել, որ Փաշինյանը մեղավոր է եւ միշտ զարմանք եմ ապրել, որ Փաշինյանը քիչ նստեց ու դուրս եկավ, որովհետև Փաշինյանը պիտի նստեր, որովհետև Հայաստանի պատմության մեջ նման հանցագործություն տեղի չէր ունեցել, ոնց որ տեղի ունեցավ մարտի 1-ին։ Ու դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն էր, ակնհայտորեն, ու դրա ապացույցները կային։ Հիմա ինչ վերաբերում ասենք, տեսեք, Քոչարյան հասկացար, հիմա կողքից անպայման մտնում են եւս երկու լիդերներ, որոնք որ հա ունենք մենք, նստածնելու են, բոմժեմ սարքելու, իրանք այլևս տեղի չեն բացակայելու եւ այլն, խոսում է մեկը, այսքան մի հատ մարդ, խոսում է մի սարի մասին, որը որ հանգիստ իր համար եղել, հա, խոսում է մի մարդ, ով որ մարտի 1-ից հետո նապաստակի պես ճողոպրել է, ես իմ ում պատվալում, ես իմ որտե քնել է ու ինքը դա դիսիդենտություն է ներկայացնում, մարդկանց մասին, ովքեր դրսից եկել են ստեղ իրանց կամքով։ Շատ լավ իմանալով, որ գործ ունեն մի հոգեկան անհավասարակշիռ անձնավորության հետ։
Եվ Քոչարյանը, երբ որ քրեական գործը արդեն հարուցվել էր, կարծես թե հետ եկավ, եւ Սամվել Կարապետյանը գալուց գիտեր ուրա գալի, ինձ չի որ այդ մարդը միամիտ մարդ է, հասկացար եկել էր, եւ Ծառուկյան Գագիկը, որը կարծում եմ հնարավորություն ունի Սամալոտի տոմս առնելու դեպի Բելարուս, էլի, այդքան ունի, ու դաժե եթե չունի, իր անկերները իր համար կառնեն։ Հասկացա՞ր, բայց մնացել աստեղ ռեպրեսիաների ենթարկվելով, то есть այս իրավիճակում խոսել, այս նապաստակը խոսում է ինչ որ 3 առյուծների մասին, հասկացա՞ր, հա, ու սրանց նկարագրում որպես երագլուխ դև այն դեպքում, երբ որ ինքը երագլուխ դևի մի գլուխն է, հա, հասկացա՞ր, ես օրաբար sense այն առաջ կար Մարքս, Էնգելս, Լենին էին դնում, հիմա ես կդնեի Էրդողան, Ալիև ու Նիկոլ Փաշինյան գլուխները, երագլուխ հրեշ, որը եկել է կանգնել է Հայաստանի, հասկացա, կենսական աղբյուրի բերանը ու չի թողնում որ մենք շնչենք, հա, այսպես ասեմ։ Այս է, հիմա արցախցիները իր ամենամեծ վախենալու կետերն են, որտեղ Արցախի հետ կապված ոչ մի հարցի պատասխան ինքը չի կարող տալ։ Ոչ մի հարցի, երեք էլ հնչեցին հարցեր, էլի չկարողացավ տա։ Այդ որ ասում է կռվեիք, ինքն էլ է հասկանում, որ ինքը հիմարություն է ասում, ու մարդը նույնիսկ իր համակիրը որ լսում ասում է կռվեիք, ախա կռվում էին։ Մեկ օրում 207 զոհ են ունեցել Արցախում են այդ մարդիկ։ Սովի էիք մատնե իրանց։ Դու ես մատնե սովի արցախցիներին։ Ամիսներով այդ մարդիկ սոված են մնացել այնտեղ։ Ու մնացել են իրանց հողում, չեն եկել։ Այն դեպքում, երբ որ սահմանը, եթե մի բերան խնդրեին, սահմանը կբացվեր կգար։ Բոլորը սա հասկանում են։ Արցախի ընտրություններին դու ես ակտիվ մասնակցություն ունեցել եւ Արայիկ Հարությունյանը եղել է քո սրտի Արցախի նախագահը այնտեղ։ Արայիկ Հարությունյանը թողել է ու փախել է։ Հիմա չեմ ուզում ասել, որտեղ ինքը ձերբակալված է բանի Ադրբեջանի բանտում ու չեմ ուզենա վատ խոսել իր մասին, բայց ամեն դեպքում նախավերջին օրը, երբ որ արդեն Արցախը հանձնած էր, այնպես չի, որ ամեն ինչ լավ էր, Հարայիկ Հարությունյան դուրս է եկել, Շահրամանյանը եկել է եւ այլն։ Սխալ են արել, ճիշտ են արել են տեղի որոշումով, իսկ ուր էր Հայաստանը այդ ընթացքում։ Մենք Արցախին մենակ չենք թողել 80-ական թվականներին, երբ որ սկսել է պատերազմը, չի թողել Հայաստանը, սովետական Հայաստանը Արցախին մենակ, չի թողել։ 90-ական թվականներին մենք գնացել ենք այնտեղ արցախցիների հետ հավասար պայքարել ենք, որտեղ համարել ենք, որ միազգ ենք, արցախցիները ստեղ է եկե պայքարել, նորմալ է սա։ Տարբերակումներ դնել, սա Նիկոլի բնույթն է, վիճել, տարբերակումներ դնել, մեկի դեմ հանել, նոյեմբերանցուն ասել, որ Իջևանցուն ասել նոյեմբերանցիկ, բախի նոյեմբերանցիկ Իջևանում չեն ծառան, բախի Իջևանցիկ նոյեմբերանում չեն ծառան։ Իրենք են մեղավոր, որ դուք լավ չեք ապրում, այդ տեսեք իրանցը տվեցինք, ձեր ռայոնում տվել ենք, այնտեղ հələ բան չենք տվել, դրանք լավ են, իրանց էլ հասկացար, այս է, այս Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան։ Եվ նաև ակնհայտ է, որ Փաշինյանի ինքնատիրապետումը կորցնում է հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ եւ ագրեսիան հատկապես այս ժամանակ է դրսևորվում, սա ինչի մասին է վկայում, պարոն Մադացյան։ Սա իր ամենամեծ մեղքերից մեկն է, քրեական, որի համար ինքը պատասխան է տալու 2026 թվականին արդեն։ Ես երբ որ ասեցի, որ մենք ամսի 8-ի առավոտյան արդեն կունենանք ուրիշ Հայաստան ու այսօր դա ակնհայտ երևում է բոլոր տրամաբանությունների մեջ ու վստահորեն ասեմ երևում է նույնիսկ եթե Փաշինյանի ուժային կառույցները այդքան խոհեմություն չունենան եւ մինչեւ վերջի պահը փորձեն կատարել Փաշինյանի կամակատարությունը ու մտնեն մեր տները ու մեզ գնդակահարեն։ Միևնույն ամսի 8-ին լինելու է ուրիշ Հայաստան։ Եվ միևնույնն է այդ ուրիշ Հայաստանում առաջի ձերբակալվածը եւ առաջի մարդը ով պիտի պատասխանատվության առաջ կանգնի, արդար դատարանի առաջ կանգնի, ես պահանջելու եմ դա, պայքարելու եմ, եթե ես էլ չլինեմ, իմ որդին է դրա համար պայքարելու, դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Ինքը պիտի կանգնի պատասխանատվության հայրենիքի դավաճանության հոդվածով, որտեղ Արցախը իմ հայրենիքն է, իսկ ինքը դավաճանել է Արցախը։ Իսկ սա անկախ նրանից թե ինչ իշխանություն կձևավորվի, որովհետև նման օրակարգ կարծես թե միայն Հայաստան դաշինքն է հետապնդում։ Ես կարծում եմ, որ կամայական այս իշխանությունից բրծնելուց հետո կամայական իշխանություն որ ձևավորվեց, ես մեկը նոր վարչապետին եւ նոր իշխանության առաջ պահանջ եմ դնելու քաղաքական եւ պատմական գնահատական տալ այն 8 տարուն, որը մենք ապրել ենք։
Մի անկերից մեկը երեք մի հետաքրքիր հումոր ասեց, գիտես, համադասարանցիներից մեկը ասում է, որ Նիկոլը չներես 52 տարեկան կլինեի, ինքը հիմա 60 տարեկան է։ Բավականին դիպիկ էր օրինակը։ Բայց իմ 8 տարի հայ լինելը սպառնալիքի տակ է դրել Նիկոլ Փաշինյանը ու դրա բնատականը պիտի լինի։ Իմ ծոռը, ով որ դեռ չի ծնվել եւ դեռ հələ հորիզոնում էլ չկա, պիտի կարդա ու հասկանա ինչ է տեղի ունեցել այս ժամանակաշրջանում ու ոնց ենք մենք հասկացել կամ իմ ընկերները կամ դուք անznազոց կերպով փրկել այս հայրենիքը վախի մթնոլորտի մեջ ամեն օր մտավախություն ունենալով որ կձերբակալվենք։ Ինքը պիտի հասկանա, որ հայի մեջ նաև սա է լինում ու ոչ թե հայի կերպարը սարքի պաթետիկ, ոնց որ մենք ժամանակին սարքել էինք, ադրբեջանցու կերպարներ սարքի ոչխար, ոնց որ մենք ժամանակին սարքել էինք, այլ adekvat նայի հարցերին, հասկանալով, որ դրանք ազգեր են, որոնք ունեն իրար այդ խնդիրներ լուծելու եւ ինչ որ ձևի դա պիտի կարգավորվի։ Եվ դրա միակ լուծումը Փաշինյանը, երբ որ ես ասում եմ, սա մի պերսոնա չի։ Փաշինյանը դա կաստա է, Արսեն Թորոսյան, Արայիկ ոնց է Արարատ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հայկ Կոնջորյան, հասկացար Վահագն Ալեքսանդրյան, այսպես մի փաթեթով իրանք պետք է հայկական Նյուրնբերգյան դատավարության մեջ ընկնեն։ Ու ես կգերադասեմ, որ դա լինի Գյումրիում, իրանք պետք է դատվեն Գյումրիում։ Գյումրեցին պետք է կարողանա գնա նստի այնտեղ, որտեղ Գյումրիից հասկսեն ամբողջ պատմությունը։ Այնտեղ էլ պետք է տրամաբանական ավարտը գտնի։ Գյումրիում ա եղել դավաճանությունը։ Գյումրիում առաջինը դավաճան է ինքը։ Գյումրեցին պետք է գնա, սնայի աշկերի մեջ, հասկացար դրանց, ու Գյումրին պետք է տեսնի, որ ազգի դավաճանները դատվում են։ Գյումրեցիները կարծես թե գիտակցում են, քանի որ մի քանի ընտրություն են մերժում են հոյակապ է մնացել Գյումրեցիները թասիբով ժողովուրդ են, գյումրեցիները այն ժամանակ, երբ որ Փաշինյանը քայլում էր, իրանք ունեին դրա համար պատճառ, ոչ մեկ իրավունք չունի իրանց մեղադրելու այդ հարցում, այսօր էլ իրանք եկել են իրանց գիտակցման ու ես կարծում եմ, որ հզոր ընտրություն են անելու նաև հիմա։ Պարոն Մադեցյան, այս քարոզարշավի ընթացքում մի քանի դեպք եղավ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին իր բառապաշարով պատասխանեց, օրինակ նրան բնորոշեց այն հայտնի բառով, որով օրինակ Տիգրան Ավինյանի հայրն էր Օպելի վարորդը։ Դուք նկատում եք համբալ բառը։ Այո, ես եթերում չէի ուզում մեջ բերեի այդ բառը։ Ես ասեմ, ես էլ հիմա եթերում կարող եմ կրկնել այդ բառը, որովհետև երբեմն կան այս աշխարհ, ես սովորաբար կիրթ մարդ եմ ու բոլորին ճանաչում են այդպեսին, բայց կան մարդիկ, որոնց բնորոշելու համար բառապաշարը չի հերիքում։ Երբ որ դու նույնիսկ իրանց ասում ես ստահակ, իրանք հասկանում են, յանի ինչ որ բանը գիտական կոչում տվեցիր։ Ու դրա համար պետք է ինչ որ տեղ բառերը օգտագործել ճշգրիտ, եւ ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը ճիշտ բնորոշում ա տվել, ես էլ եմ շարունակել այդ բնորոշումը, ես կարծում եմ, որ եթե ես իմ կյանքում երկու համբալ գիտեմ, ապա դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց այնուամենայնիվ սա շատերի, այդ թվում ինձ համար մի փոքր անսպասելի էր, քանի որ նույն երկրորդ նախագահը միշտ խուսափել է այս դաշտ մտնելուց, եւ ինչ է կարծում, արդյոք սա իր ընտրազանգվածի մոտ հակառակ ազդեցություն չի ունենա, քանի որ մարդիկ իրենից նման խոսույց սովոր չեն լսել։ Տեսեք, դուք միշտ մենք սովոր ենք երկրորդ նախագահին տեսնել հույզերը զսպած իրավիճակի մեջ։ Դուք չեք պատկերացնում, որ երկրորդ նախագահ երևի հիմա պատկերացնում եք, բավականին մարդ է, որը ունի բավականին հույզեր։ Երկրորդ նախագահի տունը այս համբալը հանձնել է ադրբեջանցիներին։ Երկրորդ նախագահը մինչև հիմա սիրում է նեղ շրջապատում խոսալ Ղարաբաղի ակցենտով։ Սա իր հայրենիքն է։ Ինքը տեղ ֆուտբոլա խաղացել, ծնվել է, հասկացել գնդակ ատաշել, այդ փողոցները, այդ վիճակը, այդ իր համար շատ հարազատ է։ Ու եթե երկրորդ նախագահը չի հիստերիկանում, իր բնույթով այդպեսին չի, հասկացել, դա չի նշանակում, որ ինքը հանգիստ է նայում այս ամեն ինչին, եւ եթե Նիկոլ Փաշինյանը հիստերիկանում է, դա չի նշանակում, որ ինքը մի մեծ ապրումներ է ունենում։ Սրանք շատ տարբեր բաներ են, հա, եկեք այս մասը առանձնացնենք։ Վերաբերմունքը իր նկատմամբ ես կարծում եմ կամայական արցախցու, ինչպես նաև երկրորդ նախագահի adekvat է։ Adekvat արցախցիների մասին եմ խոսում, չեմ խոսում մնացածի մասին։ Նույնիսկ Օսիպյան Արտուրի վերաբերմունքը, ինչպես հասկացաք, հա, adekvat է իր նկատմամբ, չնայած որ ժամանակին ես հիշում եմ, որ մի քիլոքր ուրիշ է եղել։ Պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխական գաղափարը Արցախում։ Իհարկե, միանշանակ ես շատ լավ հիշում եմ։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ հակառակ process եղավ։ Հիմա եկեք հասկանանք, որ այս արհավիրքներից հետո, այն բանից հետո, որ Նիկոլ Փաշինյանը մի տարի 8 ամիս երկրորդ նախագահի կյանքից խլեց, պանտարկելով իրեն ոչ մի բանի համար։
Ոչ մի բանի համար, մեկը գիտի ինչի համար է բանտարկված եղել, կամ հայտարարվել է ինչի համար է։ Կասկածներ կար, որպեսզի դատավարությանը չխոչընդոտի բանտարկեցին, վերջում է դատավարությունում վերդիկտ մեղադրական չեղավ, բայց այդ մարդու մի տարի 8 ամիսը այս ստահակը, հասկացա, ստահակը դա գիտական կոչում չի, դա համբալի գրական տեսակն է, հասկացաք, չէ, ասեմ որ իմանան, էլի, հա, հեսա խնդիրը, հասկացաք, այս ստահակը նույնիսկ մի ներողություն չհայտնվեց, որ այդ մարդու կյանքից մի տարի 8 ամիս թույլ չի տրվել, որ ինքը իր թորան հետ խաղա, իր կնոջը վայելի մի մարդու, որը որ արդեն իր կյանքի երկրորդ փուլում է գտնվում։ Ձայնագրությունն էլ հիշում ենք, դատավորը ուզի չուզի պիտի Քոչարյանի կալանքը տա։ Այնպես որ մեղադրական հնչեցնել ես կարծում եմ շատ մեղմ է արտահայտվել երկրորդ նախագահը, ինչ վերաբերում է մնացածին, ես մի բան եմ նկատել, որ միգուցե ժողովուրդը երկրորդ նախագահի նկատմամբ հենց մի փոքր զգուշավոր վերաբերմունք ուներ այս անջրպետի պատճառով, որը որ կար այդ երկրորդ նախագահի զսպվածության եւ ժողովրդի հուզականության մեջ, եւ միգուցե նույնիսկ այս նման արտահայտումները ավելի մոտեցրեցին ժողովրդին, ժողովուրդը հասկացավ, որ այս մարդը հույզեր ունի, բարկանում է, հասկացար, ինքը կարողանում է միտեղ էլ իրան չտիրապետի։ Միգուցե այդ ինքնատիրապետումը, որ ունի երկրորդ նախագահը, որով մենք բոլորս հպարտանում ենք, մենք ասելով եսի նկատնում շատերին կարող է եւ դուր չի գալի, չգիտեմ, սա շատ վիճելի հարց է դա ռեյտինգի մասով, դա ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքը Հայաստան դաշինքի մասով զարմացնելու է մեզ նույնիսկ, հասկացար, եւ ես կարծում եմ, որ մենք շատ ուրախալի անսպասելի թվեր ենք տեսնել։ Այդ թվում են մարդկանց համար, ովքեր գուժում էին, որ դուք շեմը չեք հաղթահարելու։ Եկեք այդ մարդկանց ուղակի իգնոր անենք, որտեվ իմ համար այսօր իմ ամենալավ ընկերներից մեկը ինձ մի հետաքրքիր բան ասեց, ասում է պետք է մի հատ բնութագրություն տալ Նիկոլ Փաշինյանի համախտանիշ, այսպեսի մի հատ իրավիճակ, որտեվ Նիկոլ Փաշինյանը ինձ թվում է այլևս ինքը պերսոնա չի, դա համախտանիշ է մի հատ, որով հա կարող են տառապել տարբեր մարդիկ, հասկացար, մարդիկ, ովքեր չեն սիրում ճշմարտություն, մարդիկ, ովքեր հոգով բանսարկու են, մարդիկ, ովքեր ում դուր է գալիս պղտոր ջրում ձուկ որսալը, մարդիկ, ովքեր թալանչի են իրանց բնույթով եւ այդ պղտոր ջուրը իրանց համար, իրանք ուղիղ բաներ չեն սիրում, հա, ձիգ իրավիճակ չեն սիրում, պարզ իրավիճակ չեն սիրում, հայ էսա Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը իր կյանքի ամբողջ ընթացքում փորձել է բանսարկություններ անի, հիմա շարունակում է նույն բանսարկություններ անել, հա, ու դրանով խնդիրը վերջանում է։ Ես դեմ կլինեմ եւ ինքս ամեն բան կանեմ, որ Գագիկ Ծառուկյանը չիրականացնի իր խոստումը, որ ծաղյուծի վանդակ գցելուց, որտեղ ես հասկանում եմ դրա վիճակը շատ վատ կլինի։ Ես ուզում եմ, որ դատ լինի, դա երկար լինի ու ամեն մանրուք պարզաբանվի։ Սա շատ կարևոր է եւ փողեր վերցնելը տարբեր պերսոնաներից, ովքեր այսօր ամեն կերպ պաշտպանում են իրան եւ գուժում են, որ Փաշինյանը Հայաստանը չի անցնի, Հայաստան դաշինքը չի անցնի։ Հասկանում եք, չէ, եկեք այս պերսոնաների մասին սկի չխոսենք էլ։ Եվ ուզում եմ հիշեցնեմ, որ այս պերսոնաները, ովքեր գուժում էին, կարծես թե 18 թվին Փաշինյանի հետ հեղափոխություն էին անում։ Մի մասը առնվազն։ Ակտիվ հեղափոխականներ էին ու գաղափարական հեղափոխականներ էին, որոնք որ հետո շատ արագ հասկացա դառան ինչ որ ընդդիմադիր կաստա, հետո ինչ որ անհետացան, հետո էլի հայտ եկան, հետո սկսեցին ինչ որ անհասկանալի, չբռնվելի, ես այդ լպրծուն վիճակները չեմ սիրում, չեմ հասկանում։ Խոսենք նաև հետընտրական հնարավոր զարգացումների մասին, ինչ եք կարծում, եթե ընտրությունների արդյունքներով արձանագրվի, որ Փաշինյանը պարտվում է եւ հավաքական ընդդիմությունը հաղթում է, ապա այդ դեպքում վերջինս պատրաստ կլինի խաղաղ եւ անցնցում ճանապարհով իշխանությունը հանձնել, հաշվի առնելով հատկապես այն ահռելի մեծ արտաքին աջակցությունը, որը նա ունի եւ մենք ամեն առիթով տեսնում ենք այս օրերին։ Ես կարծում եմ մենք ամսի 8-ին արդեն ականատես կլինենք աշխարհում աննախադեպ երևույթի, որ իշխանությունը բողոքում է, որ ընդդիմությունը կեղծել է ընտրությունները, ունենալով բոլոր լծակները կեղծելու ընտրությունը, հասկացանք, չէ՞ ինչ խոսքը, բայց ես համոզված եմ, որ նույնիսկ Փաշինյանը դրան էլ կգնա, ինքը կսկսի լացնել, որ ընդդիմությունը, չգիտես ոնց, անհասկանալի է, իրացիոնալ բան եմ ասում, կեղծել է ընտրությունները եւ այո, ես կարծիք ունեմ, որ գիտեք, մարդը ում հոգին փառավորվում էր արյունից 2008 թվականի մարտի 1-ին
Դա չի եղել Ռոբերտ Քոչարյանը, դա չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ։ Դա եղել է ինքը, դա եղել է Ալիկ Արզումանյանը եւ այլ այն թիմը, որով իրանք փորձում էին Երևանում մարդկանց արյան գնով սեփական ինչ որ ամբիցիաներ բավարարել։ Ու ես ի տարբերություն շատերի, ովքեր լսելով կամ ներկայացումով գիտեն, ես այդ ամենի ականատեսն եմ ու իմ տարիքի մարդիկ դեռ կան։ Եվ այն իսցերիկ 20 տարեկան աղջիկները, որոնք մարտի 1-ից են խոսում, հասկացար, ես կարծում եմ, որ գոնե իմ տարիքի մարդկանց մոտ մի փոքր պիտի ամաչ են խոսելուց։ Այդ այլանդակությունը, որ տեղի էր ունենում օպերայի հրապարակում, եւ ես որպես ժողովուրդ, որտեղ այն ժամանակ ես ոչ մի կապ չեմ ունեցել որևէ մի ուժի հետ, շատ ուզում էի, որ այդ ծրվեր։ Որտեղ օպերայի կողքով 20 տարեկան աղջիկ իրանց նման չէր կարող անցնել, որտեղ հարբած մարդիկ ձեռ էին գցում։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։ Եվ այդ աղջիկները աշխատանքի գնալուց մայթը անցնում էին ու դիմացով ահագին տեղով անցնում էին, որ այս մասսան այդ հիմար բաները չանցնի։ Եվ ուրիշ այլանդակությունների մասին էլ կարող եմ պատմեմ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Հիմա կարծես թե ամեն ինչը մոռացվել է եւ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ հրեշտակներ էին հավաքվել օպերայի հրապարակում եւ Քոչարյանը սենց անձամբ իջավ ու այդ հրեշտակներին տպեց։ Այդտենց չի եղել ժողովուրդ։ Այնտեղից գտել են եւ դեղ նարկոտիկներ, այնտեղից գտել են բազմաթիվ շշեր հարբեցողությամբ էին զբաղվում, որտեղ ցուրտել էր փետրվար ամիսներ, որ ընդ փագել ու դրանք խմում էին, որ չսառեին, հասկացա՞ր։ Օրական մի բան էին վառում այնտեղ, հասկացա, պալատկա էր վառվում, այնտեղ մեկից տանում էին հիվանդանոց եւ այլ եւ այլ։ Ինքը դարել էր մեծ գադյուշնիկ այդ վիճակը։ Այնպես որ եկեք մի րոպե բաներ կա, դրան ձեռ չտանք։ Այս ամբողջ խնդիրը։ Այս միջավայրի լիդերը Նիկոլ Փաշինյանն էր։ Մարդը, որ այս միջավայրի լիդերը, իսկ դա դժոխք էր։ Հիմա էլ է դժոխք սարքելու, ես դրա համոզմունքը ունեմ։ Հիմա ինքը փորձելու է ինչ որ մասսայի, որը որ միգուցե կուրորեն նվիրված է իրան։ Իսկ ես այսպեսի մի փաստ բերեմ ձեզ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայում 25% ռեյտինգ ուներ արդեն ինքնասպան եղած Ադոլֆ Հիտլերը։ Եվ այդ ռեյտինգը վերացավ այդ մարդկանց մահվան հետ։ Գաղափար չի փոխվել, то есть 25% Գերմանիայի համարում էր, որ Հիտլերը փրկիչ է։ Երկրորդից հետո ճիշտ է արել ինչ արել է։ Եվ դրանք իրանց կարծիքը չեն փոխել։ Վիճակագրություն ցույց է տալի, որ դրանք ուղղակի տարիների հետ զոհվել են, մահացել են իրանց մահով, հասկացել ինչի շնորհիվ այդ ռեյտինգը ընկել է։ Էդ է ցույց տվել։ Հիմա էլ եմ ես համարում, որ կան ինչ որ մարդիկ, որոնք որ միամտոր են, պարզամտոր են, ամենալավ, բայց կուրորեն հավատում են Փաշինյանին եւ այդ մարդկանց հանելու է փողոց։ Այ ընդդիմությունը սա ինչպես պետք է կանխի, որ մենք օրինակ նոր մարտի 1 չունենանք, գիտենք, իրեն տրողներն էլ թեկուզ նույն ազնիվ մղումներով, եթե դուրս կան փողոց, օրինակ երբ հայտարարի Նիկոլ Փաշինյանը կեղծվել է արդյունքները, չեն հասկանալու այս մարդիկ, որ ընդդիմությունը չի կարող արդյունք։ Ես դեպքում ընդդիմությունը համեմատելի չի մարտի 1-ին փողոցում եղած մարդկանց հետ։ Դա ստապ գաղափարային մարտիկներ են ու մարտիկ են, նախ վախկոտ չեն, որ ոհմակային բաներ անեն, ավտոբուսներ շուռ տան, ոնց որ իրանք էին շուռ տալի վառում, տրոլեյբուսներ շուռ տան, ես այն ժամանակ իհարկե ոչ մեկը ազգային ժողովի նման հարց չի տվել Փաշինյանին, ասի մարտի 1-ին որ տրոլեյբուսը վառում էիք, դա իշխանության հետ ինչ կապ ուներ։ Ավտոբուսը որ շուռ էիք տալի վառում էիք, կամ չգիտեմ, խանութների թալանը, որ օրինակ իրենց մերձավորներից որևէ մի խանութը չէր թալանվել։ Մեքենա էիք վնասում։ Դուք հաշվել եք այդ մարդու մեքենան, որ վնասում եք, այդ մարդը ձեր կողմնակիցն է, ձեր գաղափարակիցն է, ով է ինքը, քաղաքացի է, չէ։ Այդ հիմա որ sense լալա հառաջ ասում է աստղիկներ էին պատրաստել, չէ՞, բանին, հա, եւ այլ բայց դուք ինչ էիք անում, այս ինչ էիք անում, ու ինչ պետք է աներ երկրի ղեկավարը, երբ որ դուք համատարած բարբարոսություն էիք անում, հա, քաղաքի կենտրոնում։ Սա եղել է, սա տեղի է ունեցել, մարդամի քար գտեք, մարդամի երկաթ գտեք եւ այլ վիճակ։ Ինչ որ է, հա, էս էլ թողեցիք։ Այս ընդդիմությունը բավականին գրագետ մարդիկ են։ Մեր շարքերում ես որ կողմից էլ նայում եմ, բավականին կոնստրուկտիվ ու կայացած մարդիկ են, որպեսզի նման պրովոկացիաների գնան եւ ամեն ինչ անեն, եւ ես համարում եմ, որ մենք այդքան ոգի ունենք,
որ բացի ընտրատուփերում հաղթանակ տանելուց, նաև հետո տանենք բարոյական հաղթանակը, դրա համար երբ որ նեղ շրջանում մենք զրուցում ենք ու ասում են ամսի 8-ին, ասում եմ եկեք ամսի 8 չասենք, ասենք ամսի 10-ին։ Ինչ է տեղի ունենալու այդ երկու օրերը։ Այդ երկու օրերը դուք կարող եք կանխատեսել, թե Նիկոլ Փաշինյանը 5 րոպե հետո ինչ կանի, ես համոզված եմ ինքն էլ չգիտի։ Հասկացաք։ Բայց եթե մենք տեսնում ենք կապիկը, որի ձեռքը նռնակ կա, ապա այդ երկու օրը գոնե պիտի վերցնենք, որտեղ կապիկի ձեռը նռնակ կա։ Մի ամիս առնվազն իշխանություն է լինելու, եթե այդ իր հերթին իշխանությունը գոնե 2 օր մինչև ընտրություններից հետո ես համոզված եմ, որ մի ամիս իշխանություն չի լինելու եւ ամսի 7-ին 9-ին ինքը փորձելու է փախչել, այնպես ինչպես մարտի 1-ից հետո փախավ։ սա թույլ կտրվի իրեն։ Չգիտեմ, դա արդեն գեոքաղաքական հարց է տալիս, որը մեծ գեոքաղաքական կենտրոնների պատասխան կարա լինի։ Եթե վերաբերում է ինձ, ապա ես թույլ չէի տա, բայց ես չեմ կարող պատասխանել։ Հարցը թե մեծ գեոքաղաքական կենտրոնները թույլ կտան, թե կփակեն օդը մեր եւ թույլ չեն տա, որ ինքը փախչի։ Չնայած ես համոզված եմ, որ նույնիսկ օդը փախեն, ոտով հասկացա շորերը կփոխի ու կփորձի փախչել։ Հեսա խնդիրը ինչ որ մի բան, ասենք երասխով կանցնի Ադրբեջան, որտեղ այսօրվա դրությամբ ինքը այնքան մեծ վնաս է հասցրել, որ մեզ Սփյուռքի բարեկամները իրան չեն ներելու։ Այդ փախչելուց ինքը պետք է հասկանա ուր է փախչում, որ մի օր հացի խանութում մի Սփյուռքի հայրենասեր սփյուռք հայ չհանդիպի իրան ու ասի բարև Նիկոլ Սողոմոն Թեհլերյանի օրինակով։ Նու չգիտեմ ինչ ընթացք դա կստանա Սողոմոն Թեհլերյանի ընթացքը կստանա թե չի ստանա, բայց որ անպայման կասի բարև Նիկոլ ու հետևից անպայման իր տրամադրությունները կփոխանցի, դա միանշանակ կլինի։ Հասկացաք, չէ՞, միակ տեղը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարող է իրան մի կարճ ժամանակ ապահով զգա դա Բաքուն։ Եվ պարոն Մադացյան, ամփոփելով զրույցը, ինչ կոչով կդիմեք այն մարդկանց, ովքեր դեռևս չեն որոշել, թե որ ուժի օգտին են քվեարկելու կամ առհասարակ մտադիր են չմասնակցել ընտրություններին, քանի որ պնդում են, որ իրենց համար միևնույն է, հունիսի 8-ից հետո վարչապետ կլինի Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, ինչ կասեք այս մարդկանց։ Նախ այդ միևնույնի տեսակետը ասեմ, որ արդեն միևնույն չի, եթե ասում եք միևնույնն է, որովհետև չգնալով ընտրությունների դուք սատարում եք Նիկոլ Փաշինյանին։ Սա միանշանակ է։ Տեսեք, ես Հայաստան Դաշինքի անդամ եմ, Հայաստան Դաշինքի ստեղծման օրվանից։ Նույնիսկ ես սիրում եմ ասել, ես Հայաստան Դաշինքի անդամ եմ, երբ որ դեռ Հայաստան Դաշինքը չէր ստեղծվել, հա, այսպես ասեմ։ Ու բոլորը դա գիտեն, դա հրապարակային է այս ամեն ինչ։ Բայց ես այսօր չեմ խոսելու Հայաստան Դաշինքի մասին, ես չեմ ասելու գնացեք ընտրեք Հայաստան Դաշինքին, որտեղ խնդիրը ոչ թե ընտրություններն են, այլ խնդիրը գոյաբանությունն է։ Ես ասելու եմ, որ կա այսօր երկու թև։ Մի թևը դա Փաշինյանի թևն է, ադրբեջանական թևն է, դա Հայաստանի կործանման թևն է, Հայաստանի չլինելիության թևն է։ Երբ որ ես ասում եմ չլինելիություն, ես չեմ ուզում դուք պրիմիտիվ պատկերացնեք, որ Հայաստանը քարտեզի վրից մեկը վեկալու է ուռետինով ջնջի։ Չէ, դրա մասին այլ բովանդակության պետություն է լինելու։ Բովանդակությունը նա է, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվելու ադրբեջաներեն։ Բովանդակությունը նա է, որ Հայաստանի Սևանի ափը տալու են ադրբեջանցիներին, դե իրանք էլ են մարդ, որ կարողանան շորժահեմ գոնե հանգստանան։ Միևնույնն է, թե ոչ մեկը չի հանգստանում, այդ ձերի ափը մեզ պետք չի, դժգույն վիճակ է։ Ջրի խնդիր ունեն իդեպ այսօր Ալիևը ասեց։ Եվ այլ, Սյունիքը հասկացար դառնալու է դժվար պահելի հերույ է, հասկացար վերջը Մարիաննակաթն դե մինչև հաստում տրամբանա իսկ Ադրբեջանից շատ ավելի արագ կարա իրենց կատնամթերքը հասնի ու սենց լիքը բաներ կարա դառնա, որը Հայաստանի վերացմանն է տանելու, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ Փաշինյանը դա չի թաքցնում, որ գնում ենք այդ ճանապարհով, որտեվ իր վերընտրվելուց հետո առաջի բանը դա փոխելու է սահմանադրությունը, Ալիևյան սահմանադրությունը ընդունելու եւ երկրորդ փուլում ես ամեն դեպքում հակված եմ ու կասկածելու եւ ներքին համոզմունք ունեմ, որ 300,000 ադրբեջանցիներ իսկ 300,000-ը դա շատ սիմվոլիկ թիվ է, որովհետև եթե կալկուլյացիա անեն այն ադրբեջանցիները, որ ստից գնացել են սերունդ են ունեցել, դա ինչքան կդառնա, կարող է շատ ավելի մեծ թիվ դառնա, իսկ իրենք ի վիճակի են դա անելու։ Օրինակ, իրենց աճի տեմպերը շատ բարձր են, եթե այդքանն էլ եկան, մի քանի տարի հետո դա ահռելի մեծ թիվ է դառնալու։ Կարող են դառնալ, Հայաստանի քաղաքացի եւ հաջորդ ընտրություններում, այսինքն 31 թվի, հա, ճիշտ եմ ասում, 31 թվի ընտրություններում ամենայն հավանականությամբ մենք կարող ենք ունենալ Ադրբեջանի ֆրակցիա ազգային ժողովում, իսկ մյուս ընտրություններում այլևս ադրբեջանցի վարչապետ։ Ու սա շատ ռեալ է։
Եվ սա այն ապագան է, որին որ ձգտում են բոլոր նրանք, ովքեր չեն գնալու ընտրության, որտեղ իրենց համար մեկ է։ Եթե իրենց համար մեկ է վաղը ունենալ մի ինչ որ Բայրամովի որպես Հայաստանի վարչապետ, անունը կմնա Հայաստան, հա? Որ բնականաբար խնդիրը կլուծի, իմիջիալոց ես լավ տարբերություն չեմ տեսնում Բայրամովի կամ ասենք Փաշինյանի, ապա թող չգնան, խնդիր չեմ տեսնում։ Եթե մարդկանց հետաքրքիր է ուղակի հայ մնալը, ապա ընտրությունների գնալը արդեն դառնում է պարտադիր պայման, հա? Որտեվ այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր ընտրության չեն մասնակցել, իսկ գոնե այդ տվյալները հայտնի են լինելու, ու մենք ընտրել հայտնի չեն լինելու, բայց գնալ չգնալը հայտնի է լինելու։ Այդ վստահորեն կարող ենք վաղը հասկանալ, որ մեր հարևանը ընտրության չի գնացել, ու սա բոլորիս հայտնի է լինելու։ Այս դրա մասին էլ եմ ուզում ֆիքսենք մենք, հասկացա՞լ։ Եվ վաղը իմ դժբախտությունների համար ես կարողանալու եմ հասեմ ունենալու մեղադրելու այն մարդուն, ով չի գնացել։ Սրա պատասխանատվության տակ են մտնելու այս մարդիկ։ Ինչ վերաբերում է մնացածին, ով գնալու են ընտրությունների, պարզ է խնդիրը։ Կա երկու թև։ Մեկը դա Փաշինյանի թևն է, որը կարծես թե ակնհայտ բևեռացված թև է, ու եթե դու Փաշինյանական ես, կոմասին չի էլի, հա, մարդը Փաշինյանական է, հասկացա, դու բնականաբար ստե կասկած չունի, ու ես հակված եմ մտածելու, որ Փաշինյանականները կակրած բոլորը գնալու են ընտրության, մի մարդու պես ու փորձելու են ընտրությունը անել։ Սա միանշանակ, որտեղ իրենց համար էլ է լինելիության խնդիր այսօր։ Մոտիվացված են իրենք բավական Իհարկե, այնքան էլ մեզ հայոյ է, այնքան են հասկացար վատ բաներ արել, որ վախենում են պատասխանատվությունից, նույնիսկ երբ որ մենք ասում ենք, որ չի լինելու դա, հասկանալու ենք, որ հիմար եք։ Հասկացա՞ր, չէ՞։ Որտեվ չի լինելու, իրոք չի լինելու դա։ Հասկանում ենք, որ հիմար են, հասկացա՞, չէ՞, հիմարություն են արել, շփոթվել են, բա դժվար բան են արել։ Չի լինելու դա, անձնական վենդետաներ, կատեգորիկ, ես էլ եմ դեմ Հայաստան դաշինքն էլ է բազմաթիվ անգամ նախագանել է հայտարարել, որ չի լինելու։ Ընդդիմադիր ուժերի մեջ, որոնք որ հայամետ են, այսպես ասեմ, իհարկե տեսությունները տարբեր են եւ տնտեսական զարգացման եւ մնացածի երեքի մոտ էլ տարբեր են, եթե դուք նկատեք ծրագրերը, то есть այնպես չի որ բան, հա։ Եվ երեքն էլ տարբեր մոտեցումներ ունեն։ Կա ռադիկալ ընդդիմություն, դա Հայաստան դաշինքն է, որը որ արդեն 5 տարուց ավել, հա, պայքարում է եւ շարունակելու է պայքարել այս ամեն ինչի դեմ, որը որ բերում է նրան, որ պատմական արդարություն տեղի ունենա, դատապարտվեն մեղավորները եւ այլ այս իրավիճակի մեջ։ Կամ մարդիկ ում դա դուր չի գալի, Ռոբերտ Քոչարյանի պերսոնաժը դուր չի գալիս։ Okay, ընդունում եմ։ Հիմա ինչ պատճառներով կարա, չգիտեմ, ունքը դուր չգա։ Okay, խնդիր չէ։ Մենք լայն այլընտրանք գնացեք եւ իրենց կա Սամվել Կարապետյան, որը որ ավելի, հա, ուրիշ ռակուրսից է ներկայանում, հասկացար, ավելի եկեղեցու, ինքը փաստացի դուժած է եկեղեցու պատժկայի համար, հա, այսպես ասեմ, եւ քաղաքականության մեջ մտավ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար, թե չէ, մինչեւ այսօր Սամվել Կարապետյանը ձեն չէր արել։ Ահա, եւ Սամվել Կարապետյան ով ավելի կոմպլիմենտար ու տնտեսական ինչ որ ուրիշ կերպից ծրագիր է ներկայացնում։ Կա Գագիկ Ծառուկյան, ով որ ուրիշ էլի կրոնական, հա, հավատացյալ է այդ մարդը, հա, եւ այլեւել, չէ, Քրիստոսի արձան եւ այլեւել, ճանաչում եք ում 100 տարի է, հասկացար, հասկանում եք, ես մի բան եմ ասել, ժողովուրդ։ Վերջապես մենք ազգովի պետք է հասկանանք, որ ամեն ինչ սիրել չսիրելով չի։ Երբ որ դուք հիվանդ եք լինում ու դեղ եք խմում, դուք այդ դեղը չեք սիրում, բայց դա անհրաժեշտ է ու դուք խմում եք։ Զզվելով եք խմում, տհաճությամբ եք խմում, բայց այդ նույնիսկ այդ տհաճությամբ խմելու դեպքում այդ դեղը ձեզ բուժում է։ Ինքը ձեզ լավն է անում։ Վաղը դուք առողջանում եք, դուք հասկանում եք, որ դեղի շնորհիվ, բայց դրանից մեկը չեք սիրում այդ դեղը։ Okay է։ Ժողովուրդ մի սիրեք, ոչ Ծառուկյանին սիրեք։ Ոչ Սամվել Կարապետյանին սիրեք կամ Նարեկին, ոչ էլ Քոչարյան Ռոբերտին սիրեք, պետք չի ոչ էլ ինձ սիրեք, ամեն մեկը ձեր կնանիկին սիրեք, ձեր երեխեքին սիրեք, հասկացա՞ք, ձեր ամուսիններին սիրեք, բայց հասկացեք, թե որը ձեզ կառողջացնի, որտեղ մենք հիմա գտնվում ենք հոգեվարքի մեջ, ու ես խնդրում եմ բոլորից հետ, հասկացա՞ք, նախ խնդրում եմ իհարկե, որ վստահեք Հայաստան դաշինքին, իրավունք ունեմ, չէ՞ սա ասելու եթերում։ Խնդրում եմ, որ վստահեք Հայաստան դաշինքին, հասկանալով, որ Հայաստան դաշինքում, եթե այսքան ուշադիր նայեք ամբողջ ցուցակում, ապա մի պերսոնա միայն կծան ճանաչեք դուք որպես հնից եկած, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց Քոչարյանը հավաքել է թիմ, որտեղ բոլորը երիտասարդ,
բավականին հետաքրքիր կրթվածության աստիճան ունեցող, բավականին իննովացիոն մտածելակերպ ունեցող մարդիկ են, ովքեր այդ թիմը վաղը գալու է շտկելու։ Քոչարյանը իր հետ Քոչարյան Անդրանիկ չի բերե, չգիտեմ, Մելքոնյան Գագիկ չի բերե, Սուքասյան Խաչատուր չի բերե։ Ես ուզում եմ ձեզ հարց տալ, կա մի օլիգարխ ում հետ կարող եք դուք երկրորդ նախագահային կապել։ Չկա այդ օլիգարխը, գոյություն չունի այդ օլիգարխը։ Եվ այդ միֆը, որ ձեր վզին փաթաթել են, որ Քոչարյանը հին եւ այլ օլիգարխիկ, հիմա հարց եմ տալի, ժողովուրդ, եկեք նայենք Նիկոլ Փաշինյանի կողքի ինչքան օլիգարխ կա կանգնած։ Թվեմ։ Պարզ է։ Չէ, նարեկ, ես իմ ինչ անետ, ուտ, հա, եւ այլ, չէ, կարծես թե, ահա, ես չգիտեմ, Մելքոնյան Գագիկ Քոչարյան Անդոխ Սուքասյան Խաչատուր, սա առանձին է, կարծես թե Ալեքսանյան Սամվելը նույն ձևի հասկացել կանգնած է, քանի որ Քոչարյանի կողքը մի հոգի ցույց տվեք, չկա ժողովուրդ։ Խնդիրը, որ մենք գալիս ենք այսօրվա դրությամբ, կարող եք հասկանալ, մեկը ես շատ հանգիստ ապրում եմ իմ կյանքը, բավարարված իմ կարիերայով, իմ ոճով, իմ ճանաչողները բոլորը գիտեն։ Ու այն, որ ես իմ կյանքի վերջի փուլում կյանքս փոխելու եմ ու նվիրելու եմ երկիրը ռեանիմացիա անելուն, սա իմ նվիրումն է, ոչ թե ինչ որ օգտավետություն։ Ես առաջի հերթին խնդրելու եմ մեզ վստահել եւ վստահեցնելու եմ մեր ընտրողին, որ չենք հիասթափեցնելու, կոմունիկացիան պահվելու է ընթացիկ, մենք շփվելու ենք մեր ընտրողի հետ եւ փորձելու ենք այդ միասին գաղափարը մինչեւ վերջ տանել։ Երկրորդը, բոլոր նրանց, ովքեր մեզնից զզվում են, ինձնից, օքեյ է։ Ուզում եմ կրկնեմ, ես միևնույնն է ձեզ սիրում եմ։ Գնացեք ընտրեք Սամվելին Կարապետյան, գնացեք ընտրեք Ծառուկյան Գագիկին, գնացեք ընտրեք, չգիտեմ, հասկացար ում ուզում եք, բայց այն մարդուն, ով որ վստահորեն գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի տոկոսը չի ավելացնելու։ Եթե գիտեք, որ չի ավելացնելու, ընտրեք դրան, մի սիրեք, ընտրեք դրան։ Հիշեք, այսօր է դա։ Վաղը էլ այդ հնարավորությունը չենք ունենալու։ Այսօր ենք մենք դա կարողանալու անենք։ Դրա համար մեզ տրված է մի օր, ամսի 7-ին առավոտյան ժամ 8-ից մինչև երեկոյան ժամ 8-ը։ Երեկոյան ժամ 8-ից հետո այլևս ավելորդ խոսակցությունները դառնալու են անիմաստ։ Ու ինչ լուծվեց։ Այս ամբողջ խնդիրը։ Եվ նորից եմ կրկնում, քվյախցիկում ոչ ոք չգիտի դուք ում եք ընտրել։ Ձեր շրջապատում երթվեք, չգիտեմ, մի երթեք, բայց ասեք, որ ընտրել եք Նիկոլ Փաշինյանին կամ ինչը ձեզնից պահանջում են։ Խոսքս գնում է դրա մասին, որովհետև ես գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարը հասկացա նախարարությունում պարտադիր դրել է, որ քալը մարդ պետք է բերեք եւ այլ իրավիճակներ։ Մարդիկ գալիս են, խոսում են, գիտենք ինչի մասին է խոսքը։ Ասեք, բերում եմ։ Ասեք ունեմ 30 հոգի, բայց գնացեք ընտրեք ձեր, հա, նախընտրածը, գնացեք ընտրեք ձեր թորների ապագայի համար, ձեր ապագայի համար, մեր եռագույն դրոշի համար, մեր պատմության համար, Վարդան Մամիկոնյանի համար, ոչ թե հասկացան մեր այլասերվածությունների համար, Մելիք Ֆրանգյուլի համար, Պապ Թագավորի համար, պետք չի ընտրել, պետք չի։ Չի կարա Մելիք Ֆրանգյուլը կամ Պապ Թագավորը դառնա ավելի դրական կերպար, քան Արտաշես Շինարարն է եղել։ Խոսքը սրա մասին։ Շնորհակալ եմ պարոն Մադացյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստան դաշինքի падգամավորության թեկնածու հոկեբան Միհերդադ Մադացյանի հետ։ Կհանդիպենք։